Քրիստոսի բարի օրհնյալ կիրակի, խնդրում եմ, որ բոլորս կանգնած կամ նստած, բայց ողջունենք Տիրոջ ներկայությունը այստեղ։ Տեր, մենք շնորհակալ ենք, որ դու այսօր այստեղ ես։ Շնորհակալ ենք, որ եկել ես մեր երկրպագությունը լսես։ Սաղմոս 66-ն ասում է. «Ցնծությունով աղաղակեցեք դեպի Աստված, ով ամեն երկրներ։ Սաղմոս ասեցեք նրա անունին, փառքին, փառավոր արեք նրա զորությունը։ Ասեցեք Աստծուն, ինձ զարմանալի են քո գործերը»։ Կարող ես ասել ինձ հետ, ինձ զարմանալի են քո գործերը։ Տեր, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Ուզում ենք մեծարել քեզ այսօր։ Հալելույա, եկենք միասին։ Կանգնած ենք մենք փառքի Տիրոջ առջև, լեցված նրա օրհնությունով։ Պաշտենք նրան ամբողջ մեր սրտով, հոգով և զորությամբ։ Ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, հոգով և ճշմարտ։ Ասա, պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, հոգով և ճշմարտ։ Պաշտեմ Տիրոջը քո զորությունով։ Օրհնյալ լինի քո ներկայությունը այս վայրում, ով մեր զորքերի Աստված, քո փառավորված լինի քո անունը։ Հալելույա քեզ Տեր։ Միասին եկեք։ Տերը կգնա զորքերի առջևից, հրեշտակների փողի ձայնով։ Շակի նայր թագավորը ողջ երկրի վրա, անպարքը նրան։ Ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, հոգով և ճշմարտություն։ Նորից եկի նրան։ Ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, հոգով և ճշմարտություն։ Ուզում եմ մի խոսք ասել։ Առակած գիրքն ասում է. «Ցնծացի Տիրոջ առաջ, և նա տվեց իմ սրտի ցանկությունները»։ Ուզում եմ, որ միասին ցնծանք ու դահլիճը բարձրաձայն երգի, որ պաշտում է Տիրոջը։ Միասին պատրաստեք, սկսեցինք։ Ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, հոգով և ճշմարտությունով։ Ես պաշտում եմ իմ Տիրոջը, ես պաշտում, արժանի ես Տեր, իմ Տիրոջը, ես պաշտում եմ իմ Տիրոջը, հոգով և ճշմարտությունով, հոգով և ճշմարտությունով։ Շարունակենք Տիրոջը պաշտել։ Ամեն, փառք ես Տեր։ Բարձրացնենք մեր ձեռքերը, տանք փառքը նրան։ Ես ուրախ եղա, և ինձ ասացին, արի միասին Տիրոջ տունը գնանք, իմ ոտքերը պիտի կանգնեն քո դռներում, ով Երուսաղեմ, Երուսաղեմ, իմ ոտքերը պիտի կանգնեն քո դռներում,
Մի նոր երգ ենք ուզում երգել, Տիրոջ անվանը փառք տալ։ Ուզում եմ միասին աղոթենք Տիրոջը։ Տեր, շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեզ կյանք տալու համար։ Շնորհակալ ենք եւս մեկ օր Տեր քո հավատարմությունը մեզ ցույց տալու համար։ Շնորհակալ ենք, որ բարի ես ամեն ժամանակ մեր հանդեպ։ Շնորհակալ ենք Տեր, որ 2000 տարի առաջ Տեր դու քո կամքով մեզ համար խաչ ելար։ Քո կամքով մեզ կյանք տվեցիր եւ ավելիով կյանք տվեցիր։ Մենք ամեն կիրակի, ամեն Աստծո օր շնորհակալ ենք քեզնից Տեր։ Քո զոհի համար, որ քո զոհը չեղավ ուղակի խղճելուց, այլ Տեր, քո զոհը եղավ քո սրտի սիրուց մեր հանդեպ, երբ դեռ մեր մեղքերի մեջ էինք։ Դրա համար մենք երկրպագում ենք քեզ։ Ոչ թե Տեր, որ ոչ միայն որ պարտավոր ենք, այլ որտեվ սիրում ենք քեզ երկրպագել։ Այո Տեր, մենք պարտավոր ենք քեզ երկրպագել, որտեվ դու արժանի ես։ Դու սուրբ ես։ Դու կատարյալ ես Տեր։ Դու քաղցր ես Տեր։ Եվ քեզ ծառայելը Տեր քաղցրություն է։ Քեզ ծառայելը մեզ երջանկացնում է Տեր։ Մենք խոնարհվում ենք քո անվան առջև։ Հալելույա Տեր։ Օրհնիր մեզ քո ներկայությունը, ավելիով ճաշակենք այսօր։ Երբ լսեցի, թե դու փրկիչ ես, փնտրեցի քեզ, որ տեսնեմ ով ես, երբ իմացա, թե դու խաչվել ես, չդիմացա, արտասվեցի Գրպագում եմ քեզ, փառաբանում անոտ, իմ միակույս և լույս, իմ տեղ խաչվող Հիսուս։ Գրպագում եմ քեզ, փառաբանում անոտ, իմ տեղ տանջվող, իմ տեղ խաչվող, իմ գրպագում եմ քեզ։
Էությունդ բարձրացրու նրան Իմ միակույս և լույս Իմ տեղ խաչվող Շնորհակալ ենք Տեր Իմ տեղ տանջվող Իմ տեղ խաչվող Իմ արալիչ Հալելույա Տեր Մենք քո սրբությանը փառք ենք տալիս Մենք քո բարության առջև խոնարհվում ենք Հայր Շնորհակալ ենք քո ներկայության համար Տեր հիմա միանալով բոլոր այն մարդկանց, բոլոր այն հոգիներին, որ տարբեր երկրամասերում քեզ փառք են բարձրացնում Հայր Ուզում ենք երգել, որ դու սուրբ ես, որ դու աննման ես Որ քո էությունը սեր է, դերև մենք բազմիցս անգամ այն տեսել ենք մեր աչքերով, զգացել ենք մեր ամբողջ սրտով, Սուրբ Աստված, թող ամեն ժամանակ, քո ժողովրդի մեջ և այս խավար աշխարհում, քո անունը բարձր լինի ամեն անուններից, և ամենամեծը լինի քո փառքը, որ ամեն ազգեր, ամեն տեսակի մարդիկ տան քեզ փառք ու տան քեզ արժանի փառք Երկիր նրան, քո սրտից աղոտ բարձրացրու նրան Քո անուն եմ մեծարում Եվ ես զգում եմ զորությունդ Որ շարժվում է այս վայրում Իշտակներով շրջապատված է Որ քո փառքն են հռչակում Բազմության հետ երկնային Տեր Քեզ օրհնում եմ և երգում Երգի նրան Սուրբ ես Տեր Քո գահի առջև կանգնած եմ, քո անուն եմ մեծարում, և ես զգում եմ զորությունդ, որ շարժվում է այս վայրում, քո փառքով Տերի անցած եմ, սրբություն է քո տեսնում, դու ես իմ սրտի փափագը, քո երեսն եմ ես փնտրում
ներկայությունը այս վայրում։ Շնորհակալ եմ Տեր։ Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ ես, Սուրբ այն տալիճը քո բարձրաձայն ես։ Երկեն նրան փառքես, փառքես, Տեր ահա մեր սրտից մենք փառք ենք տալիս քեզ Տեր, քո բոլոր գործերի համար, փառքես, որ առաջինը դու սիրեցիր մեզ, փառքես Տեր, որ քաշեցիր մեզ դեպի քեզ, քեզ որ Տեր մի ժամանակ խավարում էինք, բայց քո սիրո շնորհիվ հիմա լույսիդ մեջ ենք բնակվում։ Քեզ Տեր, քեզ, մեծ ես դու, մեծ ես Տեր, մեծ ես, դու մեծ ես Արժանի ես Տեր առնելու ամեն փառք, արժանի ես Տեր։ Սերներ, օրհնյալ լինի Տիրոջ ներկայությունը, այլ օրհնված միջավայրում եկեք լսենք մեր հայտարարությունները։ Ձեռքերիդ մեջ է ամբողջը իմ Տեր քոն է հանգիստը իմ քո հոգու մեջ է ողջ կյանքը իմ քոն է Հիսուսին հարազատներս, ով վայելեց Տիրոջ ներկայությունը, զգացիք Տիրոջ ներկայությունը, Տերը ներկա է այստեղ, եկեք փառք տանք Տիրոջը, ես ինչ հիմա վայելում եմ այդ ներկայությունը, ու ես մի խնդրանք ունեմ, կարանք այդ սուրբ ես հիմա նորից երգենք, փառք Տիրոջ եկեք, փառք տանք, որտև Տիրոջ ներկայությունը ստեղ է, խնդրում եմ կանգնեք բոլորդ, ես գիտեմ, որ հիմա ուրիշ բաժին է ստեղ, բայց Սուրբ Հոգու ներկայությունը ստեղ է, եկեք երգենք, եկեք ասենք, որ նա սուրբ է, եկեք կանչենք, որ նա սուրբ է, հալելույա, փառք Հիսուսին, հալելույա Տեր, սուրբ ես
Սիրելի ներկայության համար Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս։ Փառք ես Մարավոր Աստված։ Բժշկիր քո ժողովրդի մեջ։ Ազատագրի քո ժողովրդի Տեր, դու այստեղ ներկա ես Մարավոր Աստված։ Փառք ես Հիսուս։ Փառք ես Հիսուս։ Հալելույա Տեր։ Եկեք կանչենք Հիսուսի անունը, Հիսուս, Հիսուս, հալելույա։ Դեք երբ որ Եղիան սպասում էր Տիրոջ ներկայությանը, փոթորիկ եղավ, ասես Տեր դու այստեղ ես, բայց այդտեղ Տերը չէր։ Ձայներ եղավ, փոթորիկ եղավ, բայց Տիրոջ ներկայությունը տեղ չէր։ Եղավ լռություն, հանգստություն, մի մեղմության մեջ Սուրբ Հոգու ներկայությունը եկավ։ Եվ ահա, այսպես անսպասելի գալիս է Տիրոջ ներկայությունը մեղմորեն, հանգիստ, որ բժշկի մեզ, որ զորացնի մեզ, որ մաքրի մեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Տերը ներկա է, սիրելի ժողովուրդ, եկեք ձեր փառքը տվեք Տիրոջը։ Բերեք ձեր, գիտեք կասեի բերեք ձեր հոգսերը, խնդիրները, բայց թողեք այդ, փառք տվեք Տիրոջը, թողեք ձեր հոգսերը, թողեք ձեր խնդիրները, փառքու նրան, հալելույա, հալելույա Հիսուս, փառքու Հիսուսի սիրելիս, փառքու Տիրոջը, դա ներկա է այստեղ, հալելույա Տեր, շնորհակալ ենք Սուրբ Հոգի, բժշկի քո եկեղեցին, զորացրու քո եկեղեցին, լցրու քո ժողովուրդը Տեր, մեր այս տան մեջ Տեր, մեր ծարավներին, մեր կոնտրաստներին, մեր ջարդվածներին Տեր, մեր սառածներին Տեր իմ Աստված, թող արտություն գա, եկեք աղոթենք արսության համար, Հիսուս Քրիստոսի անունով, թող արտություն գա, հալելույա Հիսուս, դու ներկա ես Տեր, հալելույա, փառք ես Սուրբ Հոգի, փառք ես Տեր, բժշկիր քո ժողովրդին, բժշկիր ինձ Տեր, բժշկիր մեզ Տեր, զորացրու Տեր իմ Աստված, Հիսուս, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Սուրբ Հոգի, կուզենք անվերջ սա գնա Տեր, հալելույա Տեր, շնորհակալ ենք Տեր, թող այս ներկայությունը չպակասի, թող մնա այս ներկայությունը մեր մեջ, հալելույա, հալելույա Հիսուս, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր իմ Աստված եւ շնորհակալ ենք Տեր եւ Հռոմեացիներին 2:4 ասում է որ նրա սերը քաղցրությամբ բերում է մեզ ապաշխարության։ Սերն է քաղցրությամբ բերում ապաշխարության։ Աստված չի սպասում որ փոխվես նոր սիրի, Աստված սիրում է որ փոխվես սիրելիս։ Փառք ես Տեր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք Տեր եւ դրա համար շնորհակալ ենք որ մեզ էլ սովորացնում ես Տեր որ տանք ոչ թե այն ժամանակ երբ որ օրհնված ենք, այլ տանք որովհետեւ տվողի սիրտ ես ձևավորում մեր մեջ Տեր իմ Աստված։ Գոհանում ենք Տեր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք այս ներկայության համար, շնորհակալ ենք այս ամենի համար Տեր։ Փառք ես Հիսուս, հալելույա Տեր։ Հալելույա Տեր։ Եկեք բերենք մեր ընծաները զոհաբերությունները Տիրոջ առաջ եւ շարունակենք։ Շարժվում է այս վայրում, հեշտակներով շրջապատված է, որ քո փառքն են հռչակում, բազմության եմ երկնային Տեր, քեզ օրհնում եմ և երգում
Շնորհակալ ենք Տեր բոլոր այս ընծանների քո ներկայության զոհաբերությունների համար Տեր, շնորհակալ ենք, որ քո զավակների սիրտը Տեր դու տեսնում ես, դու ես մշակում Տեր իմաստված, դու ես սերմնացանի սերմ տվողը Տեր, շնորհակալ ենք Հայր, քո անունով փառք ենք տալի քեզ եւ դու գիտես ամեն բան Տեր, դու գիտես աղոթների պատասխանը երբ տալ եւ ինչպես տալ Տեր իմաստված, դու գիտես ամեն սիրտ եւ ամեն միտ Տեր իմաստված, ինչպես զորացնել, այնպես բժշկել եւ ինչպես պատասխանել եւ երբ Տեր իմաստված, շնորհակալ ենք այն ինչ որ ունենք Տեր եւ շնորհակալ ենք որ ունենք եւ կարող ենք տալ Տեր իմաստված, շնորհակալ ենք այդ ամենի համար եւ ամեն փառք ու պատիվ քեզ բարավոր Աստված, հալելույա, փառք Հիսուսին, ամեն, հալելույա, մեծարանք պատիվ մեր սիրելի Տիրոջը, ամեն, Աստված հիանալի, Աստված արժանի է, քո ծափահարությունը, քո երկրպագությունը, քո փառաբանությունը, սրանք խոսքեր են, որ ասում ես Տեր, դու սրան ես արժանի, դու նավագույն ես արժանի Տեր, հալելույա, օրհնյալ լինի Աստված եւ մենք Աստծով, ամեն, եկեք եւս մեկ հզոր ծափահարության որդենք Տիրոջը եւ մեր սիրելի ծառայողներին, որ այսօր այս հիանալի ներկայության մեջ մեզ տարա, փառք լինի Տիրոջը, ինչ հիանալի է Տերը, ամեն, ասում է թող Աստծո ժողովուրդը ասի, որ ինչ զարմանալի է Տերը, նա հանկարծ կարող է գալ, չհարցնել կուզես, չես ուզի, թույլ կտաս թե չես տա, բայց նա հանկարծ կարող է հայտնվել եւ նրա ներկայությունը բերելու է բժշկություն մեզ, հալելույա, հրաշալի է Տերը եւ մենք սիրելի եղբայրներ, քույրեր, սիրելի Աստծո տուն, մենք ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, հալելույա, ուզում եմ օրհնեմ ձեզ սիրելներ, ուզում եմ աղոթենք, որովհետև այն ինչ որ դուք անում եք Տիրոջ տան համար, երբ որ գիտեք, երբ որ դու մի բան տալիս ես Աստծուն, մենք միշտ սովոր ենք մեր մեղքերը տանք Աստծուն, մենք միշտ սովոր ենք մեր պրոբլեմն ու տկարությունը տանք Աստծուն, մենք միշտ սովոր ենք մեր խնդիրները բերենք, ասենք Տեր, լավագույնը որ քեզ համար բերել եմ այսօր էսա, բայց սրա հետ զուգահեռ սրանք է սխալներ չեն, ճիշտ է եւ պետք է, որտեվ գիտենք, որ նա է, որ կարող է մեր պարտասխանը տալ, բայց միևնույն ժամանակ եկեք մեր պրոբլեմներից առավել, մեր սիրտը եւ այն ինչ որ դուք արեցիք, ձեր նվերները բերեցիք Տիրոջը, եկեք գնահատենք, Աստծո տունը պիտի շարունակի իր մեծ ճամփորդությունը, կգա մի ժամանակ, որ ինչ որ մարդ, ինչ որ մեկը երբ որ ապաշխարիկ իմանաս, որ դու դրա մեջ փայ ունես, բաժին ունես, դրա մեջ մաս ես կազմել, դրա մեջ քո ներդրումն է եղել, եւ սա նպաստել է, որպեսզի մարդկանց սրտեր փոխվի, որ եկեղեցին շարունակի իր ընթացքը եւ շատերը իրենց փրկությունը գտնեն Քրիստոսի մեջ։ Ամեն։ Օրհնյալ լինի Տերը։ Ուզում եմ աղոթել քեզ համար։ Ինչ վիճակում էլ որ կաս, ինչի մեջ որ կաս, վստահ եմ, որ Սուրբ Հոգին քեզ շատ լավ գիտի, եւ ես չէ որ պիտի քեզ ասեմ, ես քո մասին պատմեմ, նա քեզ լավ գիտի, Աստծո Հոգին քեզ լավ գիտի, Աստծո խոսքն ասում է, մեկը չկա, որ ճիշտը եւ խորը իմանա մարդու մասին, մեկ մարդու Հոգին, մեկ էլ Աստված, ամեն, նա ով քեզ եւ ինձ ստեղծել է, պարզիր քո ձեռքերը, սիրելի Հայր, ես աղոթում եմ, որ այս հրաշալի օրը քո զավակների վրա, մեր այս հիանալի ընտանիքի վրա տարածես քո ներկայությունը, տարածես քո փառքը, քո շնորհքը Տեր առատացնես յուրաքանչյուրի վրա, Տեր թող քո օրհնությունը գա ամեն մեկի վրա, ես աղոթում եմ, եթե նրանց մեջ Տեր այս սիրելի ընտանիքի մեջ կան մարդիկ, որոնք կարիք ունեն Տեր քո հպմանը իրենց ֆիզիկական մարմնին, կարիք ունեն հպման եւ փոփոխության իրենց հոգեվոր եւ շնչավոր կյանքի մեջ, եթե կարիք ունեն իրենց վնասվածքներից վերափոխվեն եւ բժշկվեն, եթե կարիք ունեն Տեր քո հաստվածային այցելությանը, եթե կարիք ունեն քո առաջնորդությանը, քո խոսքին, որ ինչպես պիտի առաջնորդես նրանց եւ հատկապես աղոթում եմ Տեր, որ հոգեվոր աճի համար Տեր քո ձեռքը գա այս սիրելիների վրա եւ օրհնիր նրանց Տեր, օրհնիր նրանց, որովհետեւ նրանք իրենց խնդիրներից ավել իրենց սիրտն են բերել քեզ եւ այն ինչ որ արեցին այսօր, քանի րոպեներ առաջ նրանց զոհն ու ընծան, որ բերեցին քո առաջ, Հայր աղոթում եմ նրանց օրհնիր ֆինանսապես Տեր թող քո եկեղեցին
Թող քո տղաներն ու աղջիկները լինեն օրհնված, նրանց աշխատանքի մեջ բեր օրհնություն, նրանց ֆինանսների մեջ բեր օրհնություն։ Տեր, աղոթում եմ, որ նրանց աղբյուրները բացես եւ օրհնության հեղեղներ լցնես, Տեր, երկնքից եւ երկրից, որ մի կողմից էլ տաս, Տեր, թող որ քո օրհնությունը լինի քո զավակների համար, թող դա լինի օրհնություն ոչ միայն ունենալու, այլ դուր օրհնություն վայելելու այդ նրանք, ինչ որ իրենց կյանքի մեջ կունենան, Հայր, թող որ կատարվի կամքդ եւ լինի քո փառքի համար, Հայր, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ եկեղեցին համարձակ ասի ամեն, հալելույա, մեծ օրհնություն եւ ծափահարություն նրան, որ արժանի է։ Ամեն, ամեն։ Այսօր մենք ունենք Valentine's Day եւ որի առումով շնորհավորում եմ բոլորիս օրհնյալ սիրո տոն։ Քանի որ աշխարհը առանձնացրել է այսօրը սիրո տոն հասկացողության մեջ, ես ուզում եմ շնորհավորել բոլորիս սիրո տոնը։ Եվ երբեմիցե, երբ որ մտածում եմ սիրո տոնի մասին, երբ է սիրո տոնը, երբ է Valentine's Day-ը, մարդիկ միշտ փետրվար էս ինչին են ինչին։ Սիրելիներ, Valentine's Day-ը փետրվարի 14-ին չէ, այլ Հովհաննես 3:16-ին է։ Ամեն, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իր միածին որդուն տվեց, որպեսզի բոլոր նրան հավատացողները չկորչեն, այլ հավիտենական կյանք ունենան։ Այնպես որ շնորհավորում եմ բոլորիս, Happy Valentine's Day, սիրո տոն Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Իսկ հիմա հրաշալի մի պահ է հասել, որ մեր թանկագին երեխաները պետք է գան այստեղ եւ իրենց հրաշալի օրհնությունը փոխանցեն մեզ։ Գիտեք, մերոնք սովորեն, որ լավ ծափահարենք, որ գան, թե չէ որ չծափահարենք, կարող է չգան։ Եկեք, համեցեք երեխեք ջան։ Ամեն, եկեք մի հատ լավ ծափահարենք իրանց, շնորհակալություն ասենք, ապրեք, բրավո, շատ լավ էր, հիանալի էր, Տերը օրհնի ձեզ։ Այսօր հիանալի օր է բոլորիս համար, սիրելիներ, Աստծո տան մեջ, սա ձեր հոգևոր ընտրությունն է, որի համար ուզում եմ իսկապես ողջունել ձեզ։ Դա հիանալի է, երբ որ ձեր որոշումները համապատասխանում են Աստծո որոշումների հետ։ Սա հիանալի է, սիրելիներս։ Ես աղոթում եմ, որ Աստված յուրաքանչյուրիդ պահի եւ օրհնի եւ յուրահատուկ օրհնությունների ժամանակներ տա ձեզ։ Անկախ նրանից կյանքը ինչքան է դժվարանում, բայց կա մեկ ճշմարտություն, որ Աստված երբեք մեզանից չի հոգնում, նա չի քնում, նա չի հեռանում, ինչպես Աստծո խոսքն է ասում 91 Սաղմոսում, մեր պահապանը երբեք չի քնի, երբեք չի մրափի, մրափել գիտեք, չէ՞ ինչա։ Իրանահայեր ասում են չորտ խփել։ Ասես մը դանթել։ Անգամ 5 րոպե, մի րոպե, չգիտեմ։ Բայց մեր պահապանը արթուն է միշտ եւ մեր կողքին է։ Ամեն, օրհնյալ լինի մեր Թագավորը, սիրելիներ։ Այսօրվա պատգամը ձեզ համար, որ պետք է խոսեմ Աստծո օրհնությամբ, սիրելիներ, վերնագրել եմ այսպես. Որն է ավելի հեշտ։
Գիտեք, մենք միշտ ենք այս խնդրի առաջ կանգնած, այս որոշումների առաջ միշտ ենք կանգնած, հեշտ գործ անենք, թե դժվարն անենք։ Որ մեկն ավելի հեշտ։ Երբեմն մարդիկ ավելի ընտրում են հեշտ գործը, երբ որ մտնում են մեջը, զգում են, որ ամենասխալ գործն են ընտրել, ամենածանր գործն են ընտրել։ Ինչի, որովհետև մեր աչքին երևացած հեշտի հետևում կան բաներ, որոնք որ մենք չենք տեսնում։ Երբեմն մտնում ենք մեջը եւ հետո ամեն ինչ բացահայտվում է, չէ՞։ Ես հիշում եմ, երբ որ փոքր երեխա էի, շատ փոքր էի։ Պապան մի բան էր ուզում անել, ասում էի թող ես կանեմ։ Ես գիտեմ, որ պապան կարողանում է անի, ուրեմն ես էլ դա կարող եմ անել։ Եվ այն այնա, որ ես հանկարծ սկսեի։ Առաջի իսկ բանը, գիտեք, չէ՞, մամային օգնում ենք։ Տուր այդ սումկեն ես բռնեմ, այդ ծանր, ասենք, շուկայից եկել ես։ Ասում է, չէ, ես կբռնեմ, կախվում ենք այդ պայուսակից, իբր թե ան մենք ենք տանում, ու կամաց կմաման ասում է, ուզում ես տանես, հա մի հատ թողում է, թուլացնում է մի քիչ, ահա, արդեն էլ չկանք։ Որն ավելի հեշտ։ Իհարկե նյութս այսօր այդ բեռները կրելու հեշտության մասին չի։ Ես այսօրվա պատգամը վերցրել եմ Աստվածաշնչի Ղուկաս ավետարանի պատմություններից մեկից, որ Տեր Հիսուս Քրիստոսի հետ տեղի ունեցավ այս ամենը, եւ ուզում եմ ձեզ համար կարդալ, սիրելիներս, եւ հետո կանցնենք Աստծո խոսքի հաջորդ մասը։ Սա այն հետաքրքիր պահերից է Աստվածաշնչում, որտեղ Տեր Հիսուսը իր անձը պետք է բացահայտեր։ Գիտեք, երբ որ միտեղ Տեր Հիսուսը կերակրում էր, իրան ուրիշ ձև էին ճանաչում, երբ որ միտեղ մի հրաշք էր անում, մի բան էր անում, ամենտեղ տարբեր էր, բայց այսօրվա նյութը պետք է ավելի ձեզ մեկ հատուկ շեշտադրության մեջ տանեմ, սիրելիներ։ Ղուկաս ավետարան 5-րդ գլուխ 17-ից 26 համարները։ Եվ մեկ օր եղավ, որ ինքը սովորեցնում էր, եւ փարիսեցիները եւ օրենքի վարդապետները նստած էին, որ Գալիլեայի ամեն գյուղաքաղաքներից եւ Հրեաստանից եւ Երուսաղեմից հավաքված էին, եւ Տիրոջ զորությունը կար նրանց բժշկելու համար։ Եվ ահա մարդիկ մահիճով մի մարդ էին բերում, որ անդամալուծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել եւ նրա առաջ դնել։ Եվ երբ որ չգտան, թե որ տեղով նրան ներս տանեն, այն ամբոխի պատճառով վեր ելան կտուրը եւ տանիքը քանդեցին եւ նրան մահիճով մեջտեղը Հիսուսի առաջ իջեցրին։ Եվ նա նրանց հավատքը տեսնելով ասաց. «Ով մարդ, քո մեղքերը ներված են քեզ»։ Եվ դպիրները եւ փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Սա ով է, որ հայհոյանք է անում, ով կարող է մեղքեր թողել, բայց միայն Աստված»։ Հիսուսն էլ երբ նրանց խորհուրդներն իմացավ, պատասխանեց նրանց եւ ասեց. «Ինչ եք խորհում ձեր սրտում, որն է ավելի հեշտ, ասել մեղքերը թողված լինեն քեզ, թե ասել վեր կաց մահիճդ առ եւ գնա քո տունը»։ Բայց որ իմանաք, թե մարդի որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերի թողություն տալու, անդամալուծին ասեց. «Քեզ եմ ասում, վեր կաց մահիճդ առ եւ գնա քո տունը»։ Եվ նա իսկույն նրանց առաջին վեր կացավ եւ վեր առավ այն, ինչի վրա պառկած էր, եւ գնաց իր տունը, Աստծուն փառավորելով։ Եվ զարմանք բռնեց ամենքին եւ փառք էին տալիս Աստծուն եւ ահով լցվեցին եւ ասում էին, թե նորանշան բաներ տեսանք այսօր։ Մի բան տեսանք, որ մինչև էս չէինք տեսել։ Մի բան տեսանք, որ չէինք տեսել։ Որքան հետաքրքիր է այս պահը, սիրելիներ, որքան գեղեցիկ է այս Տեր Հիսուսի եւ այս անդամալուծի եւ մնացածների այս հանդիպումը։ Աստծո խոսքը շատ գեղեցիկ է սկսում եւ Ղուկասը, քանի որ ինքը բավական գրագետ անձնավորություն էր, ինքը սկսում է շատ պատճառներից, գիտեք, մասնագիտության բժիշկ էր Ղուկասը, եւ սկսում է այնքան արմատական հարցերից խոսել, որ ինչ որ բան արդեն պատրաստ էր։ Եվ գիտեք, նրա խոսքերը այսպես է սկսում. մի օր, երբ որ ինքը սովորեցնում էր, Հիսուսը սովորեցնում էր, անկարծ փարիսեցիներն էլ կային, տարբեր մարդիկ էլ կային, եւ ասում է խոսքի ժամանակ Աստծո զորությունը ներկա էր բժշկելու։ Ես շատ եմ սիրում այս պահը, սիրելիներ, երբ որ Աստծո զորությունը ներկա է լինում այն ժամանակ, երբ որ քարոզչություն է լինում։ Այսօր ես հիացած եմ եւ իսկապես ամեն անգամ, բայց այսօր մի տեսակ լրիվ ուրիշ մի հիանալի ներկայություն էր այստեղ։ Որքան քաղցր, որքան երկնային մթնոլորտ էր այստեղ։ Ամեն։ Կարող եք հաստատել սա։ Այո, սա հիանալի էր, այս երկրպագությունը մեզ տարավ, ճիշտ հասցրեց Աստծուն դեմ առ դեմ կանգնելու։ Երբ որ դու օդի մեջ չէ որ խոսում ես դու սուրբ ես, այլ դու նայում ես իրան եւ ասում ես Տեր, դու սուրբ ես։ Ոչ թե նրա համար որ ուրիշներն են երգում որ դու սուրբ ես, այլ նրա համար որ ես քեզ տեսնում եմ որ դու սուրբ ես։ Ամեն։
Եվ Տերը տա, որ մենք միշտ այդ նույն զգացողության մեջ մնանք։ Ես ուզում եմ մի քանի կարևոր կետերի մասին խոսել այս նյութի մեջ, սիրելիներ։ Ասում է, որ Տեր Հիսուսը սովորեցնում էր մի օր։ Գիտեք, այդ մի օրը որոշ տեղերում որոշ մարդիկ մտածում են, որ այդ օրերը հատուկ էր Հիսուսը ընտրել։ Ոչ, սիրելիներ, Հիսուսը հատուկ չէր ընտրում օրերը։ Ինչու, որովհետև կար մի այսպիսի բան, որ մարդիկ, ովքեր օրինակ այդտեղ ասում են փարիսեցիները եւ ուրիշ օրենսգետներ կային, իրենց կողքերը հավաքված էին եւ կարծես թե հսկում էին այդ ամբողջ իրավիճակին, թե ինչ պետքա տեղի ունենա։ Քիչ հետո ավելի կմեկնաբանեմ, կպարզվի ձեզ համար, թե ինչու են իրանք այդ քայլերն անում։ Բայց ինչ է ասում, Աստծո խոսքն ասում է, որ Ղուկաս ավետարանիչը շեշտում է, Աստծո զորությունը ներկա էր նրանց բժշկելու համար։ Աստված ներկա է բժշկության համար, որտեղ հավատք կա, որտեղ Տեր Հիսուսի խոսքն է քարոզվում։ Դու կարող ես այդ բժշկությունը վերցնել քեզ համար։ Դու կարող ես մտածես, դե գիտես, հատուկ աղոթք պետքա լինի, հատուկ վերաբերմունք։ Ես մի փոքր ուշ ավելի կմեկնաբանեմ եւ կփորձեմ սրանով Աստծո օգնությամբ ձեզ փոխանցել այն ճշմարտությունները, որոնք որ պարունակում է այս սուբգրային հատվածը։ Այսպես ասում, մեր պատմության ուսումնասիրությունը, որ որոշ մարդիկ, որոնք որ փարիսեցիներն են, գիտեք, փարիսեցիներ դա հունարեն փարաշ բառից է առաջացել, որ նշանակում է առանձնացվածներ, փարիսեցիները։ Նրանք առանձնացել էին օրենքը պահպանելու համար։ Նրանք առանձնացել էին Աստծո խոսքերը ճշմարտացիությունը պաշտպանելու համար։ Բայց Աստծո ճշմարտացիությունները կամ ճշմարտությունները այդ իրանց հասկացողությունով չէր վերջանում։ Գիտեք ինչու։ Այո, Աստված տվել էր օրենք, տվել էր կանոն, ամեն բան տրված էր եւ դա հիանալի է, բայց որոշ մարդիկ սկսեցին այդ օրենքների եւ կանոնների վրա, այսինքն իրենց հայրերը, փարիսեցիների եւ որոշ օրենսգետների, որոնք որ օրենքը իմանում են, հանկարծ սկսեցին որոշակի փոփոխությունների ենթարկել, փոքրացնել, հնարավոր սահմաններ գծել եւ գիտեք ինչ էին անում։ Օրինակ, մի քանի բան ուզեմ ձեզ համար կարդամ։ Օրենքը իրականում կազմված էր 10 պատվիրաներից ընդհանուր առմամբ։ Բայց մենակ 10 պատվիրանները չէր, որովհետև երբ որ Աստված խոսում է Մովսեսին եւ տալիս է պատվիրաններ 10-նաբանյան, դրանով չի վերջանում, որտեղ օրենքը մեկ անգամ տրվում է եւ հետո ընթացքում Աստված սկսում է բաներ խոսել, որոնք վերաբերում են օրենքին։ Օրինակի համար, եթե ասում եմ մի շնացիր, օքեյ, եթե մեկը շնացավ ինչ։ Վերջ։ Որոշ մարդիկ ասում են, չէ, դու մի շնացիրը չես պահել, ուրեմն վերջացավ դեր կյանքդ, էլ ներում բեկում չկա, դեպի գնաս ուղիղ դժոխք, ընդ արդեն այդ բանը բաց է, ուրեմն ուղիղ իջնում ես ընդ։ Հետո Աստված կարծես թե ժամանակների ընթացքում խոսեց. Եթե մեկը բռնվի շնության մեջ, այսինչ, այնինչ պարագաներում, բայց հանկարծ վերջապես զղջա, գնա զոհ անի, այսինչ անի, այնինչ անի, ներման ճանապարհ կար իրանց։ 10 պատվիրանի մեջ ներման ճանապարհ չկար, կար օրենք, բայց ենթակետերը պետք է կամաց առաջանային, կամաց պետք է մեկնաբանվեր։ Բայց փարիսեցիական հասկացողության մեջ այսպիսի մի բան կար, որ կարիք չկար հետ դառնալ այդ օրենքներին, այլ պետք է ուղղակի մշակել ժամանակակից օրենքներ, որոնք որ ավելի կամբողջացնեին հասկացողությունը։ Ինչ էին անում։ Որոշեցին սահմանել իրենց կյանքի ընդհանուր սկզբունքները։ Օրինակ, նորմատիվները, որոնք որ ժամանակին կար, չէր համապատասխանում իրանց այս օրերին։ Օրինակի համար գրված էր շաբաթը սուրբ պահեք, չէ, 6 օր աշխատեք, 7-րդ օրը հանգստացեք, գործ մի գործեք, ոչ մի բան չանեք։ Մինչև հիմա շատերը պահում են այդ եւ ոչինչ չեն անում, բայց իրենց հասկացողության մեջ կար որոշակի օրենքներ, որ իրենք էին դրել, մի քանի բան ես այդ սկզբունքների մասին պետք է ասեմ։ Իրանք անհրաժեշտություն չէին տեսնում ամբողջը հենց այդպես պահելու, որոշ բաներ անում էին։ Հետո կհիշեցնեմ սուրբ գրքից օրինակներ։ Օրինակ, շաբաթը պահելու համար ելից 20-րդ գլխի մեջ 8-ից 10 համարների մեջ շատ պարզ է ասում, այդ դրանց մեջ նաև այդ խոսքն է, բայց հրյաները ասում են, ինչ է նշանակում գործ, ինչ է նշանակում աշխատանք։ Ասի աշխատանք ինչ է, օրինակ ասենք գնաս ջուրը վերցնես, դա աշխատանք է, կամ չգիտեմ ասենք, հիշում եք Տեր Հիսուսը հարց տվեց, ասեց, եթե ձեր էշը եզը ընկած լինի հորի մեջ, փոսի մեջ, շաբաթ օրը լինի, դուք չեք գնա վերցնեք։ Բայց մարդը Աբրահամի որդին է, պետք չէր որ այս մարդը Աբրահամի դուստր է, չպետք չէր որ ինքը բժշկվեր։ Այն էլ շաբաթ օրը։ Եվ այդ օրենքները շատ խիստ էր դրված։ Եվ հենց փարիսեցիները, որտեղ Հիսուսն էր հավաքվում են այնտեղ, որպեսզի ինչ անեն, հսկեն, դենան օրենքը պահում է թե խախտում է։ Բայց որ օրենքը։ Որն էր այդ օրենքը։ Օրենք տվողին եկել ասում են օրենք գիտես։ Ասում մի միսիոներ որոշեց
Աստվածաշունչը վերցնի եւ գնա Իսրայել քարոզելու ռաբիներին։ Վերցեց Աստվածաշունչը, հպարտ գնաց, մտավ Իսրայելի փողոցներ եւ հանկարծ առաջից պատահած ռաբիին ասեց. «Դուք կարդացել եք այս գիրքը»։ Ասում է ռաբին նայեց, ասեց. «Մենք գրել ենք այդ գիրքը»։ Որոշ տեղերում այդպիսի վերաբերմունք կա, մենք գրում ենք այն տեղերը, որտեղ որ կարծես կոնֆլիկտային պետք է լինի։ Եվ գիտեք ինչն է զարմանալի։ Որոշեցին իրանք մի փոքր չափման միավորները փոխել, ինչ է աշխատանքը, մի քիչ ավելի մանրացնել, հասանելի դարձնել եւ սահման դնել։ Եվ դրա համար բավական լուրջ խնդիրների առաջ են կանգնում։ Օրինակ, 39 կետով բացատրեցին ինչ է աշխատանք։ Հավաքվեցին հայրերով, 39 կետ դրեցին, որն է աշխատանքը, ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել։ Հիմա օրինակ ինչ բան եկավ եզրակացության։ Երեմիայի մեջ 17-րդ գլխի 21-24 համարում այստեղ չեմ դրել, ասում է զգուշ եղեք ձեր անձերի համար շաբաթօրը մի բեռ կրեք, բեռ մի կրեք ընդհանրապես։ Բայց պնդումները դպիրների համար անհրաժեշտ էր ճշգրտել, հասկանալ ինչն է վերաբերվում որպես բեռին։ Եվ տվեցին այսպիսի սահմանում։ Բեռը պետք է հասկանալ որպես, տեսեք ինչ է։ Ինչ է բեռ, դրանից ավել չի կարելի։ Չորացած թզի, կաթի մի կումի, գինու բաժակի կշիռ ունեցող սնունդ, մարդու մարմնի մեկ փոքրիկ վերջույթը օծելու համար բավարար քանակությամբ անուշահոտ յուղ, աչքի քսուկ պատրաստելու համար բավարար ջուր, փոքր մաքսային գրանցման համար բավարար թուղթ, 2 տար գրելու համար բավարար թանակ, գրելու ձողիկ պատրաստելու համար բավարար եղեգ եւ այլն եւ անverջ, այսքան պատկերացրեք, դրանից ավել համարվում էր գործ, բեռ, աշխատանք։ Ով էր կանոնը դրել, որն էր աշխատանքը։ Եվ իրանք այդպես են մտածում, որ իրանք խիստ պետք է պահեն այս օրենքը եւ դարձյալ, երբ որ խոսքը վերաբերում է արդեն շաբաթ օրվա գործերին, օրինակ, դերձակը շաբաթ օրը հագուստի մեջ ասեղ պիտի կրեր, ասեղ էր կրում, դա համարվում էր օրենքի խախտում, եթե մի հանկարծ բանը մեջ եղավ, ասեղը, համարվում էր օրենքի խախտում եւ մեղք։ Թրջունի վրա քար նետելու համար քար բարձրացնելը համարվում էր մեղք։ Առաքինությունը սկսեց արդեն նույնացվել այս անթիվ կանոնների եւ կարգադրությունների հետ։ Այսինքն, այն ինչ որ դու որպես մարդ պիտի անես, ընկածա պիտի բարձրացնես, շաբաթա չեմ անի։ Թույլ տվեք մի հատ հումոր պատմեմ ձեզ։ 3 հոգի հավաքված են, կներեք շատ անունները հատուկ չշեշտեմ, նրանցից մեկը հրյա։ Ամեն մեկը պատմում է իր օրհնությունների մասին, հրաշքների մասին, թե ինչ ա եղել, այն մեկն ասում է, գիտես, ասում է, ցերեկը գնում էի արևի ճոր շոքին, ասում է, աղոթեցի, մեկ էլ մի անգամից ամպերը հավաքվեցին հով, գնացի Աստծո հրաշքներ։ Այն մեկն ասում է, գիտես, ասում է, գնացի մեռելը պարկած էր, աղոթեցի, ասում է, մեռելը հելավ կանգնավ, ասում է, այդ հավատք Աստված տեսավ եւ էդի Աստծո հրաշքներ, հերթ հասավ հրյային եւ մի պահ մտածելուց ասեց, գիտես, ասեց, շաբաթ օրը ճանապարհ էի գնում, սինագոգից գնում եմ տուն։ Եվ հանկարծ ասում է գետնի վրա տեսա դրամապանակ, շատ փողերով։ Ասում է, ինչ անեմ, կռանամ վերցնեմ շաբաթա, օրենքի խախտումը չեմ կարող։ Ինչ անեմ, ասում է, չեք պատկերացնի, ես սկսեցի աղոթել, ամբողջ իմ շուրջը շաբաթ էր, իմ մոտ չորեքշաբթի։ Իհարկե խնդրում եմ, որպես ծաղրանք չնկատեք, սա հումոր է, եւ մաքուր, պարզ հումոր, այո։ Եկեք մի քանի հետո օրինակներ նայենք, որ ինչպիսի կանոններ կան, որոնք որ շատ ցավոտ էին։ Գիտեք, որ օրինակ վերքի վրա դեղ դնելու համար բանը ասում են կարաս վիրակապով կապես, բայց դեղ չդնես, որտեվ էդի գործ կհամարվի։ Պատկերացնում եք, այսինքն վերքը կարելի է մշակել առանց դեղի, ուղղակի պահել մինչև որ հասնի, կամ ասենք ականջը եթե ցավում էր, ասում են մի բան մցրեք մեջը, մի հատ փոքր այնքան որ գործ չհամարվի, դրեք մեջը, առավոտը թող անցնի գնանք, մյուս օրը կանենք։ Սրանք փաստված օրենքներ են, որոնք որ իրանց մեջ եղել են։ Իհարկե, անշուշտ հիմա այս բաների վրա այդքան չեն կենտրոնանում, ավելի ես էլ չեմ ուզում սրանց վրա կենտրոնանալ։ Բայց Հիսուսը նրան այդ տեսակ նման կանոններ պահելու բացարձակ անհրաժեշտություն չէր տեսնում։ Ինչու՞, որովհետև իր աչքերին մարդկային կարիքները բոլոր այս օրենքից ավելի բարձր էր։ Ամեն։ Օրենք գրողին ասում են դու օրենքը չես պահում։ Գիտես, օրենք գրողը շատ լավ գիտի օրենքը եւ այդ օրենքը քո համար է, այդ օրենքը Աստծո համար չի։
Գիտեք, որոշ մարդիկ շփոթում են եւ հասնում են այնտեղ, ասում են Հիսուսը խախտեց օրենքը։ Okay, շատ լավ։ Դու մտածում ես, որ Հիսուսը քո նման մարդ էր։ Նա ընկել էր, անկում էր ապրել, մեղավոր էր, որ պետք է օրենք պահեր արդար ապրելու համար։ Այո, եթե դու խոսում ես մեղավոր Հիսուսի մասին, հասկանում եք ինչ նկատի ունեմ, որ Հիսուսը մեղավոր չէ։ Եթե խոսես նման ինձ ու քեզ նման մեղավոր ծնունդով մեղավոր մարդ Հիսուսի մասին, այո, նա պետք է օրենքը պահեր։ Օրենքը տրված էր օրենք խախտողներին, բայց Հիսուսը օրենք չէր խախտել, որ նա օրենք պահեր։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Նա որպես օրենսդիր, նա որպես օրենքը տվող, ինքը կարիք չուներ այդ օրենքին հնազանդվեր իմ ու քո նման։ Այո, նրա օրենքները սուրբ են, նրա պահանջները արդար են եւ դա այդպես պետք է լիներ։ Մի խոսքով, այդ ժամանակվանից սկսած կարծես այս մարդիկ սկսեցին հետապնդել Հիսուսին, բայց դա ընդհանրապես Հիսուսին չէր վերաբերում։ Ինչ տեղի ունեցավ, սիրելիներ։ Գրված Աստծո խոսքի մեջ եւ ասում է Տիրոջ զորությունը կար բժշկելու եւ ահա մի մարդ բերեցին մահիճով։ Բերեցին այդ մարդուն եւ տեղ չկա, որ պետք է իրան մտցնեին ներս։ Գիտեք, Պաղեստինում տները փոքր էին, դռները փոքր, տանիքներն էլ հարթ եւ մի փոքր թեքություն կար, ովքեր օրինակ Պարսկաստանում էլ նույն բանը կար, գյուղերում հիմնականում տները տափակ տանիքներ ունեին եւ մի փոքր թեքություն, որ ջուրը հոսեր։ Հայաստանի քարից, բանից, ինչերից բանից չէր։ Եվ ինչ էր։ Շատ անգամ, սիրելներ, շատ անգամ մահացած մարդու դիակը ներս մտցնել կամ հանել անում են հենց այդպես տանիքից, որովհետև այնքան մարդ էր հավաքվում, որ մինչև այդ մարդկանց ուզենային դուրս հանեն, բավական ժամանակ էր անցնում եւ ըստ օրենքի չէր կարող մահացած մարդը տանը մնալ, ինչու, որովհետև եթե այդ մինչև իրիկուն չթաղեն, մեռելի կպնելը մեղք էր եւ անմաքրություն էր համարվում։ Դրա համար պետք է շատ արագ անեին ամեն ինչ, մինչև որ արևը մար մտներ։ Եվ տեսնում ենք, որ Հիսուսի մոտ բերեցին այդ մարդուն անդամալույց եւ իջացրեցին։ Միգուցե մենք ասենք այս ճանշնորհ վիճակ էր, բայց չէ, դա նորմալ է։ Մի քանի գերանների վրա, որ ծղոտներ ու բաներ լցրած եւ հետո որոշակի ցեխով փակած էր եւ հետո դրանք հեշտ էր քանդելը եւ հետո նորից սարքելը։ Հիմա Պաղեստինում հետաքրքիր մի բան կար, մտածելակերպ կար, որ սա ոչ միայն Պաղեստինում նկատի ունեմ, այլ ընդհանրապես կրոնական հասկացողությունների մեջ այսպիսի մտածելակերպ կար, որ անպայման հիվանդությունը կապ ունի մեղքի հետ։ Եթե մեկը հիվանդ է, ուրեմն հաստատ մեղք է գործել։ Ցավոք ես անձնապես ճանաչում եմ եւ ինքս եմ ներկա եղել եւ տեսել որոշ առաջնորդների, կրոնական հոգևոր առաջնորդների, որ մի կին, որ չեն հասկանում ինչա կատարում, հանկարծ այս կինը շատ ծառայող սիրտ ուներ, ահա որ ես անձնապես եմ ճանաչում։ Եվ հանկարծ շատ սխալմամբ այս մարդիկ սկսեցին որակավորել, ասին հաստատ մի հատ մեղք է գործել, դրա պատճառով է ինքը սենց եղել։ Ճիշտ նույն հասկացողությունը։ Որտեղից էին վերցնում կամ այս գաղափարը որտեղից էր գալիս։ Այս գաղափարը գալիս էր թերևս Հոբի ժամանակվա մի քիչ ավելի մտածելակերպի մեջ, օրինակ Հոբի ընկերները երբ որ եկան մխիթարելու Հոբին, հիշում եք մի հատ բան ասեցին իրան։ Դրա մասին գրված է Հոբ 4-րդ գլուխ 7-րդ համարում, ասում է, երբ որ իրան բանը ուզում էր իբր սիրտար, ասեց. «Հիշիր, թե որ անմեղն է կորել եւ որտեղ են արդարները բնաջինջ եղել։ Եթե արդար ես, բնաջինջ չպետք է լինես։ Եթե դու անմեղ ես, չպետք է կորեիր»։ Մեկ այլ կերպ ասած, այս ամբողջ խնդիրը քո մեղքի մեջ է։ Դու մեղք ես գործել, Հոբ դրա համար այսքան տանջվում ես։ Տեր Հիսուսը երբ որ նայում է մարդուն եւ նայում է ժողովրդին, դուք մտածում եք, որ ամեն ինչ մեղքի հետ կապ ունի, իրանք մտածում են Տեր Հիսուսին բռնեն խոսքով, հենց իրանցից գաղափարի մեջ բռնեն, բայց Տեր Հիսուսը մի հատ այնց քայլ է անում, որ ապշեցնում է իրանց օրենքի մեջ, իրանց է բռնում։ Եվ հետաքրքիր բան է տեղի ունենում, սիրելիներ, քիչ հետո ավելի պարզ կլինի։ Գիտեք, Սինեդրիոնի կամ ժողովարանների մեջ կային մարդիկ, որոնք որ հատուկ ուղարկվում էին մարգարեների կամ որոշակի կրոնական առաջնորդ իրենց հռչակած մարդկանց ծառայությունները հետաքննելու, որպեսզի հասկանան ճիշտ են այդ մարդիկ թե սխալ։ Խախտում են օրենքը թե չէ։
Դրա համար իրանք շրջապատել էին Հիսուսին ամեն կողմից, որ փորձեն հասկանան ինչ է Հիսուսի անելիքը։ Դե անկասկած, դա իրանց տեսանկյունով սուրբ գործ էր, բայց իրականում այդ սրբությունները, մեր սրբությունները ընդհանրապես չի զուգահեռվում անգամ Աստծո պահանջած սրբությունների հետ։ Այն ինչ որ մենք ենք մշակել, որ սա ճիշտն է, սա սուրբ է, սա պետք է լինի, դա Աստծո կանոնների մեջ կարող է եւ ընդհանրապես տեղ չունենալ։ Ես կներեք անուններով չեմ ասելու, բայց ինձ հետ կատարված մի դեպքից եմ պատմելու ձեզ։ Մի երկիր գնացի, ոչ քրիստոնեական, եւ գնացի այնտեղ հատուկ ծառայության համար։ Նախքան գնալս ինձանից ուզեցին երկար իմ քարոզների շարքը։ Ես մոտարապես 2 շաբաթ պետք է մնայի, 15 օր պետք է մնայի, որից 14 օրը ծառայություններ ունեի։ Եվ 14 քարոզ ինձանից ուզեցին, որ տուր, որպեսզի մենք իմանանք դու ինչ ես քարոզելու։ Ես էլ շատ համեստաբար բոլոր իմ քարոզները իրենց գլխավոր նյութերի սուբգրային հատվածների տեղերը նշելով ուղարկեցի։ Ամեն ինչ անցավ շատ լավ, կարծես թե օքեյ տվեցին, համեցեք։ Գնացի երկիր եւ հետաքրքիր մի իրականության հանդիպեցի։ Երբ որ ես բարձրանում էի բեմ, որ պիտի խոսեմ, կրոնական առաջնորդները պատի հետևից նայում էին, գալիս էին այդտեղ, լսելու թե ես ինչ եմ խոսում։ Եվ մի անձ կար, որ ամեն անգամ գալիս էր արջևը նստում էր եւ սպասում էր մի հատ բռներ տնալ, ես ինչ է խոսելու։ Եվ գիտեք զարմանալին որն էր։ Ես ուղղակի մենակ մի բանի համար էի աղոթում, ասում էի, Տեր, խնդրում եմ ինձ իմաստություն տուր, ոնց կարողանամ։ Եվ հենց որ ինքը գալիս էր, ասում էի, այսինչ եղբայրը կներեք, հիմա տենց եմ ասում, բայց շատ եթերային չի, դրա համար չեմ ասելու։ Այսինչ եղբայրը, խնդրում եմ, որ դուք գաք եւ տերունական աղոթքով բացեք այսօրվա ծառայությունը։ Okay։ Եվ գալիս էր, անում էր։ Ես հիշում եմ առաջի անգամ падգամ տվեցի եւ падգամի վերնագիրը սա էր՝ Հիսուսին տունը տար։ Մարդիկ, որոնք Հիսուսին իրանց տուն տարան եւ կարծեմ ես պատմությունը պատմել եմ, բայց եթե կրկնությունա կներեք, ամեն դեպքում թող թարմություն լինի ձեզ։ Երբ որ վերջացավ, այս եղբայրը եկավ, իմ միջարուց ասեմ շատ սիրելի եղբայր դարձավ ինձ հետո։ Եկավ կանգնեց, ասեց մենք ժամանակ, որ մենք Հիսուսին ընդունեցինք Տեր ու Փրկիչ, Հիսուսը մեր տների մեջ էլ է, մեր սրտերի մեջ էլ է, մի խոսքով գնանք մեր տները։ Աղոթեց եւ բոլորին ճանապարհեց։ Ես հիշում եմ գնացի տուն, ընկա Աստծո ներկայության մեջ, հիշում եմ ծնկի եկա եւ աղոթեցի, ասի Տեր, 15 օրից 1 օրը գնաց, դարավ 14։ Այն ինչ որ ես քարոզեցի, որ պետք է մարդիկ հավատքով բռնեին, այս մարդը իր իշխանությունը, իր իրավունքը բանեցրեց եւ ամեն ինչ քանդվեց։ Խնդրում եմ, եթե դու մի բան չանես, ինձ իզուր ես բերես տեղ, մի բան արա։ Հաջորդ օրը գնում եմ եկեղեցի, ծառայությունը սկսում է, նորից այդ եղբայրը գալիս են ծառաչի շարքը նստում է, իմանալու, տեսնելու ինչի մասին է խոսքը, եւ հանկարծ Սուրբ Հոգին մետաքրքիր բան ասեց. կանչիր եւ մարդկանց համար սկսիր մարգարեաբար աղոթելու։ Եվ հանկարծ Սուրբ Հոգին զգում եմ, որ խոսում է ինձ գիտության խոսք, որ այսինչ հիվանդությունով մարդ կա այստեղ։ Երբ որ հրճակում եմ, հայտարարում եմ, միանգամից տեղից վերակեմ, այո, այդ ես եմ, վերջապես տարբեր մի քանի բաներ եւ զարմանալի էր տեղ մարդիկ, երբ որ ասեցիք դուրս էին գալիս ու գալիս էին առաջ։ Հասավ մի տեղ, որ զգացի, որ վերջ, այսքանն է, վերջացավ։ Վերջացի ծառայությունը եւ ասացի հիմա սիրելիներ կխնդրեմ վերադառնաք ձեր տեղերը, բայց ուզում եմ վերջի աղոթք անեմ։ Եվ հետո կխնդրեմ, որ այսինչ եղբայրը գա մեզ համար աղոթի եւ փակի։ Եվ ես այդպեսի աղոթք արեցի։ Ասի Տեր, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ ունեին խնդիրներ, ամաչեցին, ինչ որ խնդիր կար, պատճառ կար, որ չարձագանքեցին քեզ, խնդրում եմ, երբ որ ստեղից տուն գնան, ճանապարհի վրա իրանց բժշկի։ Վերջացեցի աղոթքը, խնդրեցի եղբայրն եկավ աղոթեց եւ գնացինք։ Հաջորդ օրը գալիս ենք նորից ծառայության։ Հաջորդ օր երեկոյան գալիս եմ ծառայության ու հանկարծ ինչ եմ տեսնում, այս եղբայրը բոլորից շուտ է եկել եւ երկարաններն է բաժանում աթոռների վրա։ Բաժանում, բարև ձեզ, վերջապես խոսեցինք, բանես կոմենկոմ, եկավ իր տեղը նստեց։ Հա, եւ երբ որ ես արդեն պետքա ծառայությունը սկսեի, գիտեք ինձ ինչ ասեց, մոտեցավ ասեց. եղբայր Արտակ, կարող եմ ձեզ հետ մի քանի խոսք խոսել, ասի խնդրեմ համեցեք։ Ասեց հիշում եք երեք ինչ աղոթք արեցիք վերջում։ Ասեցի դե վերջում աղոթել ենք հրաշքի բժշկության համար։ Չէ, դրանից վերջում։ Ասեցի դե չեմ հիշում, ինչի համար, ասի կարող է հիշացնես ինձ։ Ասեց հիշում ես որ դու աղոթեցիր որ ճանապարհը գնալու ժամանակ թող մարդիկ բժշկվեն։ Ասի այո։ Ասեց այդ մարդը ես եմ։ Ասի
Կարող եմ իմանալ ինչ ա եղել, ասեց այո, եւ սկսեց պատմել։ Ինչ ա տեղի ունեցել։ Իհարկե բժշկության խնդիրը չասեց ինձ, բայց ասեց ինչպես այդ process-ը եղավ։ Ասում է ճանապարհին, երբ որ գնում եմ տուն, ճանապարհին ամբողջ իմ միտքը դա է, որ ես ամաչեցի դուրս գամ, բայց Տեր դու ինձ կլսես։ Արդյոք այդ ինձ հետ կապ ունի, ասում եմ Սուրբ Հոգին ինձ ասում է, այն ինչ որ լսեցիր այսօր ծառայության ժամանակ, եթե սրտիդ մեջ հավատաս, մարմնիդ մեջ պտուղ կտա։ Ասում եմ մտածեցի հետաքրքիր խոսքեր, բայց այդ ոնց իմ մեջ էդի ծնվեց, մտ չի հասկանում որ Տերն է խոսում, ասում եմ գնացի ասա տուն, մտանք տուն, ասում եմ ինչև կինս խոհանոցում մի բան կպատրաստեր, որ պիտի բերեր հաց ուտենք, TV-ին մի անցրեցի եւ ասում եմ հանգարց ամերիկյան մի քարոզիչ մատը ուղիղ պահեց, ասում եմ կամերայի վրա եւ ասաց. այն ինչ որ դու լսեցիր այսօր եկեղեցում, եթե սրտիդ մեջ հավատաս, մարմնիդ մեջ պտուղ կտա։ Ասում եմ ես միանգամից կանգնեցի, ասում եմ այդ խնդրի առաջ, ոնց որ TV-ի մեջ, ես ինչ ասում ես մարդը, ճանապարհին ես, հիմա ստեղ ես, ասում եմ զգացի որ Տերը ուզում է որ ես հավատամ։ TV-ի առաջ կանգնած, ասում եմ ես ասացի Տեր, ես հավատում եմ որ դու կարաս ինձ բժշկես։ Ու ասում եմ երբ որ ես ասեցի որ ես հավատում եմ որ կարող եմ բժշկվեմ, հենց այդտեղ ասում եմ զգացի մարմնիս մեջ որ բժշկվեցի։ Եվ գիտեք ինչն էր, ինձ ստիպեց որ ես չհարցնեմ իրեն։ Ասեց այդ խնդրի մասին գիտենք միայն ես եւ կինս։ Ու ես ասի փառք Տիրոջ էի, մեկն էլ կար որ գիտեր, որին դու չգիտեիր երևի որ գիտեր։ Դա Տերն էր, որ գիտեր, նրա համար դժվարություն չկա քեզ բժշկելու համար։ Նա երբեք չի դժվարանում քեզ բժշկելու սիրելիս։ Գնամ մի փոքր ավելի առաջ։ Բոլորը ցնցված են Հիսուսի պատասխանից, Հիսուսի ասած բառերից։ Հիսուսն իրան ինչ է ասում։ Իրան նայում անդամալուծին եւ ասում է. «Որդյակս»։ Ես չգիտեմ տարիքային հարաբերությունը ինչքան էր, բայց այդ բառը օգտագործվում է իմ բալա, իմ երեխա։ Ով կարող էր այդպիսի իշխանությամբ կամ այդպիսի դիրքից խոսել, եթե ոչ նա, ով հավիտենական սիրով սիրեց մեզ, եթե ոչ նա, ում անունն է Հայր։ Եվ ինչ ասեց. «Որդյակս, քո մեղքերը քեզ ներված են»։ Կարծես թե այս ամբողջ այս օրենսգետները խառնվեցին իրար, մի րոպե։ Այս մարդը մեզ միանգամից մեր օրենքով մեզ պրոբլեմի մեջ գցեց, դատաստան արեց մեր հետ, որովհետև ինքը միանգամից հիվանդությունը չբուժեց, որ մենք ասենք սխալ ես անում, հիվանդություն ես բուժում, այլ ինչ արեց, մեղքերը ներեց սկզբից։ Նշանակում է, որ պատճառին ինքը կպավ, ոչ թե պտուղներին, ոչ թե արդյունքի մասին, այլ կպավ են խորը տեղին, որին իրանք ասցին, ուրեմն այստեղ ոչ թե շաբաթ կամ օրենք պահելու խնդիրն էր, այլ հայհոյություն էր Աստծո նկատմամբ, որովհետև ով կարող է մեղքեր ներել, եթե ոչ Աստված, միայն ինքը կարող է ներել։ Այո եւ ամեն, միայն Աստված կարող է մեղքերը ներել։ Եվ նա, ով կանգնած էր այդտեղ, նա է հավիտենական ճշմարիտ Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հալելույա։ Եվ պատկերացրեք, պետք է այդ ամեն ինչը քննության ենթարկվեր։ Տեր Հիսուսը կանգնած է, ասում է մեղքերդ ներված է քեզ, գիտեք ցանկացած խաբեբա կարող է կանգնել ասել մեղքերդ ներված է։ Եթե մեղքերը ներված է, այս մարդը չէր եկել մեղքերի թողության համար, այս մարդն եկել էր բժշկության համար։ Հիմա պետքա փաստվի, որ մեղքերը ներված է եւ պետքա բժշկվի, ըստ այն մարդկանց ասած օրենքի եւ հավատքի։ Եվ ինչ ասեց։ Վեր կաց։ Ասեց քեզ եմ ասում։ Ես սիրում եմ այդ խոսքը, հաճախ Աստված այդ տեսակ վերաբերմունք ունի, կոնկրետ ում է ասում։ Օրինակ Ղազարոսին ասում է Ղազարոս վեր կաց, գերեզմաներում կանգնած, եթե Ղազարոսին չդիմեր, միգուցե սաղ մեռելները դուրս գային։ Չէ՞։ Կամ աղջիկ քեզ եմ ասում։ Այս կոնկրետ ասում է, կոնկրետ ում, ինչ, որտեվ Աստված իր վերաբերմունքը ասես չի շռայլում աչուզախ, Աստված պատասխանում է հավատքին։ Աստված պատասխանում է վերաբերմունքին, երբ որ դու հավատքի գործ ունես։ Եվ հանկարծ Տեր Հիսուսը նայում է իրան, ասում է քո մեղքերը ներված են, բոլորն ասում են օքեյ, հաջորդը փաստ, որ ներված է։ Փաստը որը պետք է լիներ, վեր կաց, մահիճդ առ ու տունդ գնա։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Երբ որ Հիսուս ասեց ներված է քեզ, ասին հայհոյություն է, եւ Տեր Հիսուսը հենց այդտեղ հարց է տալի. Որն է ավելի հեշտ։ Որ մեկն է ավելի հեշտ։ Հեշտ է դատելը մարդկանց տեսանկյունից, օրենսգետների։ Հեշտ է արհամարելը։ Հեշտ է հեգնելը։ Հեշտ է այդ մարդուն թողել իր պրոբլեմի մեջ,
Էսի մարդիկ են։ Հեշտ է ինչ ուզում ես դու զգանձի չի հետաքրքրում, հեշտ է վիրավորելը, հեշտ է գցել փոսի մեջ ու գնալը, հեշտ կլիներ իրանց համար, փարիսեցիների համար, որ այդ հիվանդը հիվանդ մնար, դա ամենահեշտ ճանապարհը կլիներ, ինչա օրենքը չխախտվեր իրանց աչքերի առաջ։ Իրանց գրած օրենքը։ Սիրելիներ, մարդու մոտ ինչն է հեշտ, մարդու մոտ հեշտ է փչացնելը, Աստծո մոտ հեշտ է սարքելը։ Աստված խնդրեմ չունի, նա երբեք չի փչացնում ոչ մի բան։ Որտեղ նրա ձեռքերը ինչին կպնում է, ծաղկում է։ Ինչին Աստված կպնում է, կյանք է ստանում։ Ինչին Աստծո մատերը կպավ, Աստծո հրամանը ինչի վրա եկավ, թողություն է ստանում, օրհնություն է ստանում, բժշկություն է ստանում։ Ամեն։ Որն է ավելի հեշտ։ Մարդուն ասել մեղքերդ ներված են, թե վերցրու մահիճը դու գնա, բայց որպիսի իմանաք, որ մարդու որդին իրավունք ունի, լսում եք, իշխանություն ունի մեղքերի թողություն տալու, դարձավ եւ ասեց, սա կլինի ապացույցը, որ մեղքերի թողությունը ես տվեցի իրան։ Վեր կաց, մահիճը տար ու գնա քո տուն։ Եվ ասում է նա իսկույն վեր կացավ եւ սկսեց հավաքել այն, ինչի վրա ինքը պարկած էր։ Եվ ասում է բոլորը զարմացան եղածի վրա, բայց միանշանակ փարիսեցիների ատամները կրճտում էր։ Կարծես թե Հիսուսը հենց այդտեղ ստորագրեց իրան խաչելու հրովարտակը։ Որն է հեշտ կամ ինչն է հեշտ Աստծո համար։ Սիրելի քույրս եղբայրս, ես ուզում եմ մոտենամ ավարտին արդեն պատգամի։ Ինչն է հեշտ։ Ես այսօր շատ եմ տեսնում մարդկանց, երիտասարդների, շատ եմ տեսնում որոշ հավատքի մեջ անցած մարդկանց, ովքեր որ չեն կարողանում հավատան, որ Աստված իրանց ներում է, կարաների։ Չեն հավատում, որ մեղքերին Աստված կարող է թողություն տա։ Ես երիտասարդների հետ եմ խոսել շատ, խոսել եմ ընկած հովիվների հետ շատ, խոսել եմ ծառայողների հետ շատ, ովքեր թողել են ծառայությունները, մեղքերի պատճառով, ընկել են խնդրի մեջ, խնդրի մեջ, ծածկել են, չեն խոսել, եւ հետո եկել է մի տեղը հասել, որ արդեն էլ վերջացավ։ Էլ ոչ ոք ոչինչ չի կարող անել իրանց համար, իրանք մտածում են սրանով ամեն բան վերջացել է։ Եվ չեն կարողանում տեսնել Հիսուսի մոտ այդ շատ հեշտ process-ը։ Հիսուսի համար դժվար չի քո մեղքերը ներել։ Ինչ ես արել քո մեղքերի հետ դու։ Գրկել ես, նստել ես։ Գիտեք, երբ որ Կայեն Աբելին սպանեց, մի հայտարարություն արեց։ Ասեց, Աստված ասեց, ինչ ես բան արել, չէ, ինչի արեցիր այս բանը, ինչի քո եղբորը սպանեցիր։ Գիտեք սա ինչ էր, սա շանս էր։ Սա Աստծո շանսն էր, Կայեն։ Ես եւ որ հարցը տալիս եմ, ուզում եմ դեղ դնեմ քո վերքին, ուզում եմ որ քեզ փոխեմ, ուզում եմ որ դու չփախնես, ուզում եմ որ դու հասկանաս քո սխալը, ուզում եմ որ իմանաս պետքա բարի լինես, ուզում եմ հասկանաս որ քո համար հնարավոր է լավ ապագա, ուզում եմ իմանաս որ դու չար կոչվելու շարունակ չար հիշատակության մեջ չպետք է մնաս, մինչև անգամ նոր կտակարանան հերոսները քո մասին գրեն որ դու ի սկզբանե չար էիր, չպիտի դա լիներ, ես քեզ շանս եմ տալի հենց հիմա։ Գիտեք, բայց Կայենը ինչ ասեց։ Իմ մեղքը թողություն գտնելուց ավելի մեծ է։ Այսօր շատ հավատացյալներ սխալվել են, մեղք են գործել։ Սիրելի քույրս, եղբայրս, ինչ մեղք էլ ուզում ես գործած լինես, եթե ունես զղջում, եթե ունես ապաշխարության հոգի, Աստծո համար հեշտ է ներել քո մեղքերը։ Եվ եթե դրա պատճառով չներելու, չգիտեմ տարբեր մեղքերի, ինչ որ մեկի տունը քանդելու, ինչ որ մի խնդրեմ առաջացնելու, ինչ որ մեկին ստրկացնելու, ինչ որ մեկին զրկանք անելու պատճառով ցավ ու հիվանդություն է եկել քո մեջ, երբ որ Աստծո ներումը գա քո մեջ, քո մարմինը բժշկություն կունենա։ Ինչի, որովհետև Աստված հենց այդպես է գործում, ինքը արմատներից է գործում։ Նա չի ուզում ճյուղերը սիրունացնի, ասի գիտես, հիմա դու խնդրեմ չունես, ամեն ինչդ լավ է, բայց ներսում փտում է։ Ոչ սիրելներ, Աստված ուզում ամենախորը տեղին կպնի։ Ինչ ես արել։ Որն է քո մեղքը։ Աստծո համար կա արդյոք դժվար բան։ Այն ինչ որ մարդկանց կողման է, անհնար է, Աստծո համար հնարավոր։ Աստծո համար հնարավոր է ներել քո մեղքերը։ Սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, սիրելի ծնողներ, երեխաներ, կոնֆլիկտը անխուսափելի է, խնդրեմ անխուսափելի է, բոլորը միշտ ունենում են այս խնդիրները, բոլորը։ Բայց հարց, ինչ ես անում դրանց հետ, կամ դու կթաղես, հետո վերջում ինքը քեզ կթաղի, կամ դու իրան կբերես Աստծո առաջ եւ Աստված կբժշկի քեզ։
Որովհետև երբ որ դու թաղես, մի օր ինքը այդ լապատկե քնձերը հետա գալու քո հետևից։ Ինչի, որովհետև դու իրան թաղեցիր, մտածեցիր պրծար չէ, ինքը զորացավ ներսում եւ Աստծո խոսքն ինչ ասում, ձեր մեղքերը ձեզ մի օր կգտնեն։ Դրա համար իմաստություն այսպես է ասում. նա ով խոստովանում եւ իր մեղքը մի կողմ գցում, նա բժշկություն է առնում Տիրոջից։ Ինչ ես անում քո մեղքի հետ։ Երբ որ գիտես, որ կոնֆլիկտ ունես, երբ որ գիտես լարվածության մեջ ես ապրում, երբ որ գիտես, որ դու լավ գիտես, որ քո ապրած ձևը ճիշտ ձևը չի, դու լավ գիտես, որ քո վերաբերմունքը ճիշտ վերաբերմունք չի, ինչ ես անում, առել պահել ես, Աստված չի ների, ես գիտեմ մարդկանց, որ ասում են Աստված ինձ չի ների։ Ընդամենը երեք, մի տեղ էի, մի տղամարդ, երիտասարդ տղա էր, ես հյուր էի, բայց գործով էի գնացել այդտեղ, եւ հանկարծ այդ երիտասարդ տղան, գիտեք ինչ, ոնց որ դժողքը բացես, կափարիչս բացես դժողքի, ուզում հայհոյանք, այն կարգի, որ ես ասի լսի աղբեր ջան, ես ես վերջի 7-8 տարում, այսքան սաղ իրար հետ այդ 7-8 տարվա ընթացքում, այդքան հայհոյանք չէի լսել, այդ ինչ ես պահում քո մեջ, ինչ ես պահում, ես Աստծուն հավատում, ասի դու ես Աստծուն հավատում, դու չես կարող ասել, որ Աստծուն հավատում ես, որտեղ քո վերաբերմունքը ընդհանրապես հավատացողի վերաբերմունք չի, 1, 2, 3, ես տերտերներին չեմ հավատում, ասի գիտես տերտերի խնդիրը չի, եթե դու ասես Աստծուն ես հավատում, Աստված ասեց, եթե մեկը ինձ հավատում է, սիրում է, թող խոսքս պահի, իր խոսքը արժեք ունի քո համար, սիրում ես էդ, գիտեք վերջում ինչ ասեց, վերջում դուրը փակելուց ասեց, աղբեր ջան ասեց, ես այնքան կեղտոտ բաների մեջ եմ, որ դժվարել է իմ հետ կատարվի։ Դուրը փակեց ու գնաց։ Սիրելիներ, այսօր երբեմն մարդիկ մտածում են, որ իրանց մեղքերը չի կարա ներվի։ Գիտես, այդ մեղքերի թողություն տվողը ոչ ես եմ, ոչ մարդն է, ոչ հարևանը տա, ոչ էլ աղոթողը տա, ոչ մեկն է, Աստված է, որ մեղքերի թողություն է տալի։ Եվ երբ որ Աստված տալիս է թողություն, նա տալիս է քեզ կատարյալ երաշխավորություն, որ քո մեղքերը այլևս քեզ չեմ հիշեցնելու։ Եթե դու նորից հետ չգնաս, եթե նորից չգնացիր մեղքի ու խնդրեմիդ մեջ, բայց այսօր ես քեզ բարի լուր ունեմ ասելու, որն է հեշտ։ Հեշտ է այտենց մնալ, ոչ մեկ չիմանա, ասես դե լավ է, խիղճս հանգստացրել եմ, չեմ հիշում իր մասին, հեշտ մնացել եմ, դա հեշտը չի։ Հեշտը սա է ասել եւ ազատվել։ Խոստովանել ասել Տեր, մեղք եմ գործել քո առաջ, խնդրում եմ ինձ ների։ Զղջում եմ, غلط եմ արել, մի սխալ արել եմ, չեմ հասկացել, կարողա դիտավորյալ եմ արել, բայց գիտես, որ ես չեմ ուզում էլ այդ հանդիմանությունն ու այդ բեռը իմ վրա տանեմ։ Մաքրի ինձ, ների ինձ։ Գիտեք, որ չներելը ինչքան մեծ ստրեսների եւ հիվանդությունների պատճառ է։ Գիտեք խռովությունները, գիտեք, որ իրար նկատմամբ մաղձ պահելը ինչքան ցավ առաջացնում մարդկային կյանքի մեջ, ֆիզիկական մարմնի մեջ։ Եվ շատ հիվանդություններ, որոնց մենք ասում ենք ձեռքբերովի հիվանդություն, այսինքն իրականում դա չի գալի ժառանգական գծից, չի գալի սերնդից, գալիս է հենց իր կյանքի ապրելակերպից, ինչի մեջ որ ինքը հայտնվել է։ Որքան մարդ եմ տեսել, աղոթել ենք իրանց համար, երբ որ իրանք ներել են, երբ որ իրանք զղջացել են, որոշները գնացել են, չգիտեմ ինչ են արել, մարդիկ կան, որոնք գիտեք ինչ էր, մարդ էր սպանը, դանակով խփել էր, ոչ մեկ չէր իմացել, ոչ մեկ։ Գործն էլ փակվել է, գնացել է, ոչ մեկ չգիտի։ Այս մարդն ասում է գործը փակվել է, բայց իմ գործը իր հետ չի փակվել։ Երբ որ աղոթեցի իր համար, ասի գիտես ինչ, ասի մի դատապարտի քեզ, որտեվ քեզ դատես, ոչ մի հատուկ բան տեղի չի ունենալու, որտեվ Սուրբ Գիրքն ինչ ասում, Աստծո ձեռքն է դատաստանի։ Ես արագ ուզում եմ մի քանի համարներ ձեզ ասեմ, մենք սիրելիներս Հիսուսի մեջ, այս Հիսուսի գործի մեջ, մենք տեսնում ենք Աստծո ներումը, որ փոխանցվում է մարդուն։ Հիսուսի միջոցով կարծես հոսեց հայրական Աստծո սերը եւ օրհնությունն ու ողորմությունը։ Ամեն։ Երկրորդ Թագավորաց 12-13 համարներում, երբ որ Դավիթը մեղք գործեց, Նաթանը գնաց իրան հանդիմանեց մարգարեն եւ ասեց դու ես ինչ արեցիր, դու մեղք գործեցիր, գիտեք ինչ է ասում, ինքը հասկացավ ինչի մասին է խոսքը եւ խոստովանեց, ասեց ես մեղք գործեցի Տիրոջ առաջ։ Մեղք գործեցի Տիրոջ առաջ, զղջաց, ապաշխարեց, խոնարհվեց եւ գիտեք ինչ է ասում Նաթանը։ Նաթան մարգարեն ասում է. Տերը ներեց քո մեղքը եւ դու չես մեռնի։ Քո մեղքը ներեց, դու չես մեռնի։ Սա վստահություն է։
Երբ որ ասում խոստովանում ենք Տիրոջ առաջ, մեղքերը ներվում են եւ մենք չենք մեռնի։ Ինչու? Որովհետեւ Հիսուսը ցույց տվեց Աստծո ներումը, փոխանցեց Աստծո ներումը մարդուն։ Երկրորդը, որ ինչ ենք տեսնում այս գործի մեջ, Հիսուսը գործեց որպես Աստծո ներկայացուցիչ։ Հովանու ավետարանի մեջ Հիսուսը մետաքրքիր խոսք ասում, որովհետեւ Հայրը 5:22-23, որովհետեւ Հայրը ոչ մեկին էլ չի դատում, այլ ամեն դատաստանը տվեց ում? Որդուն, որ ամենքը պատիվ տան որդուն, ինչպես որ պատիվ են տալիս հորը, որդուն պատիվ չտվողը հորն էլ չի պատվում, որ ուղարկեց նրան։ Ամեն դատաստան տվեց որդու ձեռքը, որդին, որ ասի ազատ ես, ազատ ես։ Գիտեք ինչի, ես հիացած եմ, ինչու տվեց որդուն, որովհետև հենց զոհը որդին պետքա լիներ, որովհետև որդին պետք է ուզեր այդ մեղքը, որ այդ մարդն արել է, դրա պատիժը ինքն էր վերցնում իր վրա։ Դրա համար ինքն էր համաձայնվողը, ներվի թե չներվի։ Հասկանում եք, հայրը չիջավ խաչվեց, որդին իջավ խաչվեց։ Եվ որդին, քանի որ այդ մեկին պետք է ներեր, պետք է ասեր, գիտես ինչ, ես որ ներում եմ, նշանակում է, որ հետևանքն էլ դու չես կրի, հետևանքդ էլ ես կկրեմ։ Դու չես մեռնի, ես կմեռնեմ քո տեղը։ Դրա համար ամեն դատաստան որդուն է տրված։ Ամեն։ Եվ երրորդը, սիրելիներ, ինչ ենք տեսնում այս իրականության մեջ։ Նրա մեջ մենք կարող ենք տեսնել Աստծուն։ Հիսուսի մեջ մենք կարող ենք տեսնել Աստծուն։ Հովհաննես 14:8-11 համարները։ Փիլիպոսը մոտեցավ նրան ասեց. «Տեր, հորը ցույց տուր մեզ եւ բավական է»։ Հիսուս նրան ասեց. «Այսքան ժամանակ քեզ հետ եմ եւ դու չճանաչեցիր Փիլիպոս, ինձ տեսնողը հորը տեսավ եւ դու ինչպես ես ասում հորը ցույց տուր մեզ։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրն էլ իմ մեջ է»։ Նրանք հայրը եւ որդին կատարյալ համաձայնությամբ են աշխատել։ Կատարյալ համաձայնությամբ։ Եթե մի բան իրենց խորհրդի մեջ, իրենց մեջ եղած համաձայնությունից չէր բխելու, անհամաձայնությունից երբեք տեղի չունեցավ։ Կարող ես ասել ամեն։ Ուրեմն սիրելիներս, մեր մեղքերը եւ հանցանքները, մեր հիվանդություններն ու ցավերը Տեր Հիսուսը վերցրեց իր վրա, եւ նա վերցրեց պատասխանատվությունը դրա հետևանքը կրելու։ Եվ հետևանքը սա էր, որ ինչ որ մեկը պետքա գին վճարի պիտի մեռնի։ Դրա համար Եսային մարգարեանում էր եւ վերջում երբ որ գրված է եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք կամ բժշկված ենք։ Նրա վերքերով։ Ինչու? Որովհետև նա վերցրեց պատասխանատվություն, երբ որ քեզանից վերցնում է, չի մտածում ես ուր դնեմ, ով կտա, ով ում տամ, այս ցավը, հիվանդությունը, երբ որ այդ անդամալուծին վերցրեց իր անդամալուծությունը, իր ցավը, իր խնդիրը, չմտածեց կողքերը տեսնես ով կհամաձայնվի, մնաց ձեռս ինչ անեմ, չէ, ինքը ասեց ես կկրեմ դրա տառապանքը, ես կկրեմ դրա պատիժը, հետևանքը իմը կլինի, բայց իր զոհի հետևանքը քոնը կլինի։ Դրա անունն է բժշկություն։ Ուրեմն սիրելի քույրս, եղբայրս, որքան առավել մենք կարիք ունենք Աստծուն փառք տալ եւ շնորհակալ լինել, որ նա մեղքեր ներող է։ Մի պահի քո մեղքերը, այդ մեղքերը ստեղ դու իր մասին իր հախից չգաս, ընդեղ ինքը քո հախից է գալու։ Ստեղ դու Աստծո համար քո սիրտը չբացես, ընդեղ բացելու ճանապարհ այլևս չկա, որտեվ Աստծո այդ հարաբերությունը սկսում է հավատալուց, հավատքից։ Իսկ ընդեղ որ հասար էլ հավատքի դուռը բաց ես թողել, այլևս ընդեղ կանգնած ես դատավորի առաջ։ Եկեք այս օրերի մեջ մեր սխալները գիտակցելով, Տիրոջ առջև մեր սիրտը բացելով ասենք Տեր, ների իմ մեղքերը։ Ես խոստովանում եմ իմ մեղքերը եւ խոստովանեք Տիրոջը։ Կխնդրեմ պաշտամունքի խումբը բարձրանա վերև։ Գիտես, չկա ավելի այնց մեծ մեղք, որ Հիսուսի արյունը չկարողանա լվանալ, չկարողանա ջնջել, որ Հիսուսի զոհը բավարար չլինի։ Չկա այդպիսի բան, ինչ ես արել, բացարձակ կարևոր չի։
Ինչպես ես ասացի, մարդասպանն է եղել, որ եկել է այդ բանն ասել, ապաշխարեց, Աստված հրաշք ու ողորմություն արեց իր կյանքի համար։ Էլ չգիտեմ նարկոմանն է եկել, հարբեցողն է եկել, կին ծեծող ու չգիտեմ տունը ահավոր, մի խոսքով, այնպիսի մարդիկ, որոնք որ խոսել են սրա մասին, խաղաղություն են գտել, ներում են գտել եւ բժշկություն են վերապրել իրենց մարմնի մեջ։ Եվ իմ կոչն է քեզ, մի պահ գլուխդ խոնարիր Աստծո ներկայության մեջ։ Աստծո խոսքն ասում է, եթե ասենք, թե մեղք չունենք, ստախոս ենք անում Աստծուն, որտեղ Աստված ասել է, որ մեղք ունեք։ Բոլորդ մեղավոր եք։ Ումը հավատամ, ինձ, թե Աստծուն։ Ինչի մեջ ենք սխալվել, ինչի մեջ ենք բաց թողում ունեցել, ինչի մեջ ենք տկարացել, եկեք դրա մասին խոսենք։ Ինչն է, որ այսօր մեր համար դառել է դժվար, ինչ որ քո համար դժվար է, Աստծո համար հեշտ է, Հիսուսի համար հեշտ է, որտեվ դժվարը ինքն է վերցրել, հեշտը տվել է մեզ մի բառ ասել, ներում եմ քեզ, մի բառ ասել, վեր կաց, բժշկվիր, բայց այն ամենադժվարը ինքն է վերցրել։ Եկեք խոնարհենք մեզ, կխնդրեմ, որ ոչ մեկի չնայես, թող երևա, որ ոչ մեկ չկա այս դահլիճում, մենակ դու ես եւ Տերը։ Խոսիր քո Աստծո հետ, քո սրտից ասա նրան, Տեր, ես հիշում եմ իմ մեղքը, ես գիտեմ։ Դավիթն ասում էր, ես ճանաչում եմ իմ մեղքին, ճանաչում եմ, գիտեք այդ ինչ նշանակում, ոնց որ այդ մեղքը անձնավորությունն լի, ես իրան ճանաչում եմ, ես գիտեմ ինքը ինչ անում ամեն օրի մեջ, ես գիտեմ ոնց է ինձ սպանում, ոնց է կրծում ամեն օր, ամբողջ օր առավոտից գիշեր ոնց է ուղեղս ծալում, ոնց է տաշում ինձ, ոնց է արգելում ազատության մեջ մնալ, ոնց է ինձ պրոբլեմների մեջ պահում, որ ես չլինի թե հանկարծ դուրս գամ եւ ազատություն վայելեմ։ Ես ճանաչում եմ այդ անխեղճին, ես ճանաչում եմ դրան, դրա վարքագիծը ինձ ծանոթ է, դրա չար վերաբերմունքը ինձ ծանոթ է, դրա սեղմած պարանը իմ վզին ծանոթ է։ Բայց Տեր, իմ համար դժվար է, բայց ոչ քո համար։ Քո համար հեշտ է, Տեր։ Հեշտ է, որ դու համ մեղքերի թողություն տաս, համ էլ բժշկություն։ Եվ հիմա աղոթում եմ իմ սիրելի Տեր, սիրելի իմ Հիսուս, այստեղ քո հավատացողներն են, այստեղ այս դահլիճի մեջ, եւ նրանք ովքեր լսում տեսնում են։ Քո համար դժվար չի, որտեղ դու արդեն գինը վճարել ես, եւ ես աղոթում եմ, որ այդ խոսքը լինի, Տեր, քո զավակների համար։ Տեր, աղոթում եմ մեզ բեր այն զղջման, այն խոստովանության դիրքին, որ ոչ թե թաքցնենք մեղքը, այլ խոստովանենք եւ մի կողմ գցենք, որպեսզի ողորմություն եւ բժշկություն գտնենք։ Եվ հիմա խնդրում եմ քեզ, թող որ քո հայտարարությունը գա քո զավակների վրա, այս զղջացող սրտերի վրա, այս կոտրած սրտերի վրա, Տեր, թող քո հայտարարությունը գա որդիս, տղաս, աղջիկս, քո մեղքերը ներված են քեզ։ Եվ դրա համար դու պետք է առողջ լինես հոգու մեջ, առողջ լինես շնչիդ մեջ, առողջ լինես մարմնիդ մեջ, որովհետև վճարված է գինը, որովհետև ներված են հանցանքներ ու մեղքերը, երբ որ դու զղջում ու խոստովանում ես, որովհետև վերցված է դատապարտությունը եւ նրա հետևանքները, եւ դու ազատ ես, քույրես, եղբայրս, դու այս խոսքերի մեջ կարող ես ասել, Տեր, ես զղջացի, դու ներում ես ինձ եւ ես ընդունում եմ իմ ազատությունը, ես ընդունում եմ այդ ցավերից բժշկությունը, ընդունում եմ իմ խնդիրների լուծումը, որովհետեւ քո խոսքը կյանք տվող խոսք է, որովհետեւ քո խոսքը դատաստան անող խոսք չէ ինձ համար այսօր, որովհետեւ քո բոլոր խոսքերի ուղղությունը ինձ կյանք եւ ողորմություն տալն է, եւ ես շնորհակալ եմ քեզ, Տեր։ Կարող ենք միասին երգել մի հրաշալի երգ, Հիսուսի սուրբ արյունը։ Մաքրել է ինձ ձյան պես սպիտակ։ Եթե դու հավատում ես, որ Տեր Հիսուսի արյունը քո խոստովանության, քո զղջումիդ մեջ կա, եկեք միասին այս երգը երգենք։ Հիսուսի սուրբ արյունը մաքրել է ինձ ձյան պես սպիտակ։
բարձրացնենք մեր ձեռքերը Տիրոջը եւ մեր հավատքը բարձրացնելով նրան մեր աղաղակով, մեր ձայնով ու երգով ասենք Հիսուս, Հիսուս, արյունը Հիսուս, Հիսուս, արյուն Միասին ասենք Հիսուս, Հիսուս, արյունը մաքրել է ինձ ձյանպես սպիտակ Հիսուս, Հիսուս, արյունը նորից Հիսուս, Հիսուս, արյուն Հալելույա, Հիսուս, Հիսուս, արյունը Հիսուս, Հիսուս, արյունը մաքրել է ինձ ձյան Փառք և գոհություն արյանց համար ասենք միասին Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն արյանց համար Իմ սիրող Հիսուս Փառք և գոհություն նորից ասենք Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն քեզ Բարձրացու ձայնդ Փառք և գոհություն Այո Հիսուս արյանց համար Իմ սիրող Հիսուս Հիսուսի սուրբ արյունը Հիսուս, Հիսուս արյուն Հիսուսի սուրբ արյունը Հիսուսի սուրբ արյունը Մաքրել է ինձ, մաքրել է ինձ ձյանպես Շնորհակալ եք Հիսուսի սուրբ արյան համար Հիսուս, հալելույա Թող քո արյունը սրտի մեզ Տեր Քեզ համար հեշտ է Տեր Քեզ համար հեշտ է ներել մեր մեղքերը Մաքրել է ինձ, մաքրել է ինձ ձյանպես Դու նրա ողջ փառքը և ասա փառք և գոհություն Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն արյանց համար Իմ սիրող Ողջ փառքը դու նրան, ողջ պատիվը նրան ասալով Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն արյանց համար Փառք և գոհություն արյանց համար Իմ սիրող Հիսուս Վստահ եմ, որ քո հավատքը հերիքեց, որ դու նրան փառք և գոհություն բարձրացնես, որովհետև նրա արյունը ջնջել է մեր բոլոր մեղքերը և հանցանքները, ամեն Դու նրան հզոր ծափահարություն, դու նրան հզոր փառաբանություն, դու ներված ես և նրա արդյունքը թող լինի քո բժշկությունը Տեր Հիսուսի անունով, ամեն Հալելույա Օրհնյալ լինի մեր թագավորը Ուրեմն իմացիր նրա համար դժվարը նա վերցրեց և հեշտը տվեց մեզ և այդ հեշտը նրա խոսքերի մեջ է այսօր Ուրեմն ներված ես և բժշկված Տեր Հիսուսի անունով ամեն Սիրելի քույրս եղբայրս թող Հայր Աստծո սերը Հիսուս Քրիստոսի շնորհքը և Սուրբ Հոգու գերազանց հաղորդակցությունը լինի յուրաքանչյուրիս հետ գնանք խաղաղությամբ և Աստված բոլորիս հետ
ձեռքերիդ մեջ է ամբողջը